անվանվել է 1991 թվականին։ Այստեղ էլ գտնվում է մեր երկրի եզակի հրաշալիքներից մեկը՝ ջրաշուշանների լիճը, որին հասնելու համար ունենք մոտ 1 կիլոմետր ոտքով անցնելու ճանապարհ։ Թեթև քայլարշավ է, այնպես որ կարող եք նույնիսկ բարձրակրունկներով գալ։ Ասեմ, որ այս ջրաշուշանների տեսակը գտնվում է Կարմիր հրաշագործ եկեղեցու մոտ է, որը գտնվում է նախկին Կիրով, այժմ Ամրակից գյուղում, Լորվա մարզ։ Ռուս ուղղափառ եկեղեցի է, կառուցվել է 1848 թվականին ուկրաինացի կազակների կողմից։ Այժմյան տեսքը ստացել է 1910-ից 14 թվականներին վերակառուցվելուց հետո։ Գործել է մինչև 1988 թվականը։ 1988 թվականի երկրաշարժից զգալիորեն վնասվել է ու այժմ գտնվում է վթարային վիճակում։ Դենդրոպարկ տանող ճանապարհին է գտնվում այս պատմական կառույցի ավերակը, որտեղ էլ նկարահանվել է մեր բոլորի կողմից սիրված 22 րոպե տևողությամբ «Տերն ու ծառան» հայկական ֆիլմը, որը նկարահանվել է Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի հիման վրա։ Կարաս նստես ձյո բացասնեմ վերել։ Ինչ արժե։ Ազատ եմ։ Չասի 1000 դրամ։ Ինձ ասեմ, ես գիշերը կնեմ ջոգում եմ օվիչկա։ Օվիչտյանն էլ, հա։ Տվա, թե աղջիկ։ Անունը ինչ է։ Լիսկա։ Մեղը չի դոշապա, մեղը չի լեմ շիշկի։ Երկու հատ առանցին դնեմ։
Այսօրվա իմ ուղևորության վերջին կանգառը Ստեփանավանի Սոճուտ դենդրոպարկն է, որը գտնվում է Թուլաքարակ գյուղում։ Այս դենդրոպարկի մուտքն է, մուտքը վճարովի է։ Աչա լավ թե ձախ։ Միջև բաղ ես բաղ դուրս։ Աչա լավ թե ժամը 10-ից մինչև երեկոյան 19:00։ Այգին հիմնադրել է լեհ ինժեներ անտառագետ Էդմոն Լեոնովիչը 1931 թվականին։ Նա էլ հենց եղել է այգու տնօրենը։ Նրա մահից հետո տնօրենի պաշտոնը ստանձնել է նրա որդին։ Էդմոն Լեոնովիչի մահից հետո, ինչպես նշեցի, նրա պաշտոնը ստանձնել է նրա որդին Վիտալի Լեոնովիչը։ Որդին արդեն 36 տարի է, ինչ ստանձնել է տարածքի պահպանման ղեկավարման պատասխանատվությունը։ Նա ապրում է հենց այստեղ։ Այգու այս հատվածում է գտնվում այգու տնօրեն Էդմոն Լեոնովիչի գերեզմանը։ Ներկայումս այստեղ ներկայացված է ավելի քան 500 բուսատեսակ։ Իրար մոտ տնկված այս վիթխարի ծառերը կալիֆոռնիական սեկվոյաներն են։ Դեռևս 80 տարեկան են և ունեն 4000 տարվա կյանք։ Հիմա ես դենդրոպարկի երազանքների կամրջակի մոտ եմ։ Երազանք ենք պահում ու անցնում։ Ջանետ ինչ երկա երազանք պահեցի։ Համաց է հետո միջև էր հասցի։ Դե ճիշտ են անում, մի քանի հատ հոպա են երեխեքը։ Արդեն հետ եմ վերադառնում Երևան։ Հուսով եմ հավանեցիք այն, մինչ նոր հանդիպում։